Բարի երեկո, դուք դիտում եք Բացհարթակ, այսօր իմ հյուրը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, հաճախորդների հաջողության մենեջեր Արայիկ Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը այսօր ամենապահանջվածն է, շատերն են, չէ՞, ձգտում այդպես, որ գնանք IT ոլորտ, որովհետև ամենապահանջվածն է, աշխարհի ցանկացած ծայրում աշխատանք կգտնենք, լավ աշխատավարձով ընդ որում, դուք լինելով մասնագիտությամբ, եթե չեմ սխալվում, արևելագետ, ինչը ձեզ տարավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։ Տեսեք, ուրեմն ճիշտ նշեցիք, մասնագիտությամբ արևելագետ եմ ու եթե անկեղծ լինեմ, ի սկզբանե երբեք չեմ մտածել, որ հենց IT ոլորտում պետք է սկսեմ իմ կարիերան ու շարունակեմ, բայց քանի որ այսպես ասեմ, քանի որ այդ ժամանակահատվածում, երբ որ ավարտեցի մագիստրատուրաս Հորդանանում, վերադարձա Հայաստան, ժամանակահատվածը 2020 թվականներն էր, ինքս էլ, գիտենք ինչ է տեղի ունենում Հայաստանում, այդ ժամանակ պետք էր հոգալ։ Այսինքն աշխատավարձն է տարել։ Նաև աշխատավարձ ու նաև մի հետաքրքրությունը դեպի IT միշտ եղել, այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաներ միշտ եղել է, բայց հիմնականը տարել է հենց հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ ինչ հետաքրքրության մասին է խոսքը, որ այսպես բոլորին մոլուցքով, այսպես մոլուցք կա, չէ՞, դեպի IT ոլորտ։ Տեսեք, ինքը տեղեկատվական տեխնոլոգիաները, IT-ն ինքը ապագայի ոլորտն է, այսինքն ինքը այն ոլորտն է, առանց որի ցավոք թե բարեբախտաբար արդեն ներկայիս աշխարհը ու հետագան էլ անհնար է պատկերացնել, այսինքն մարդիկ պետք է ուզած թե չուզած կրթվեն տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իմացություն ունենան, որպեսզի կարողանան նորմալ արդեն ժամանակակից աշխարհի հետ առաջ գնան։ Ուստի այդ հետաքրքրությունը մանկուց եղել է, այսինքն միշտ հետաքրքրություն եղել է ու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, որ ասում եք կրթվեն, նկատի ունեք տեխնոլոգիական կրթությունը։ Ոչ, տեխնոլոգիական կրթությունը իհարկե ցանկալի է, բայց կրթվել բոլոր ինքնակրթությամբ կարելի է զբաղվել, որովհետև հիմա լիքը աղբյուրներ կան, որոնք անվճար են, որոնք շատ են ու որոնք լավն են ու մարդիկ շատ հեշտ կարևոր է այստեղ ցանկությունն է ու նպատակասլացությունը, եթե ունես այդ ցանկությունը, ունես այդ ճիգը, քո մեջ ինքնակրթվելու։ Միանշանակ։ Տեսեք, ասում եք տեխնոլոգիական կրթություն, բայց մենք վերջին ժամանակներս մի բարբերաբար դեպքերի ենք ականատես լինում, երբ շատերը դառնում են բանկային զեղծարարության, այսպես կարելի ասել, զոհ, որովհետև մարդկանց անուններով վարկեր են ձևակերպվում եւ մարդիկ տեղյակ չեն լինում։ Սա տեխնոլոգիական կրթության պակասի հետևանք է, թե չէ, եւ ո՞նց են կարողանում այդպես անել։ Միանշանակ, այո, միանշանակ դա հենց այդ կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ պակասն է ու եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ հիմնականում թիրախային մասը, այդ զոհերի տարիքային ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց հետ է կատարվում, որովհետև հենց այդ կրթության պակասը տեղեկատվական տեխնոլոգիաների այդ ինչ որ չափով ինֆորմացիա չունենալը տանում է հանգեցնում է նրան, որ մարդիկ կարողանում են հեշտությամբ այդ կոնկրետ մարդկանց տվյալները, այո, չգիտեմ, վերցնել, ինչ որ մախինացիաներ անել եւ այլն։ Այսօր շատ տարածված է նաև արհեստական բանականությունը։ Մենք գիտենք, որ արհեստական բանականությունը որքան արդյունավետ է, այնքան նաև ինչ որ խնդիրներ է առաջացնում, որովհետև մարդկանց դեմքով, ձայնով գովազդներ են պատրաստվում եւ այդ մարդիկ անգամ տեղյակել չեն լինում։ Արհեստական բանականության ազդեցությունը ամեն դեպքում այսօրվա մեր աշխարհի վրա ինքը կարող է հետագայում, այսպես ասած, շատ մասնագետների դարձնել գործազուրկ։ Տեսեք, այդ երևույթը, որ նշեցիք, որ տարբեր մարդկանց ձայներով, նկարներով կամ չգիտեմ ինչ-որ վիդեոներով, դա ցավոք սրտի ինձ թվում է արդեն լինելու է, դա անխուսափ, այսինքն դրա դեմը որպես այդպեսին առնել չի լինելու, որովհետև հիմա արդեն ներկայումս կան լիքը ծրագրեր, որոնք թույլ են տալի ձայներ փոխել, չգիտեմ, նկարներով անիմացիաներ ստանալ եւ այլն, ուստի դրանից զերծ մնալ կամ ինչ-որ փորձել դա կառավարել, որ չլինի, ինձ թվում է ներկա պահին ու ապագայում էլ չի ստացվելու։ Ինչը վերաբերվում է
մյուս հարցին, հա։ Տեսեք, մարդկանց միանշանակ այդպիսի վտանգ կա, այսինքն լիքը մարդիկ, լիքը մասնագիտություններ ժամանակի ընթացքում, հա, մոտ ապագայում արդեն չեմ ուզում ասեմ կվերանան, բայց արհեստական բանականությունը կփոխարինի մարդկանց, որովհետև ինքը ավելի էժան ռեսուրս է լինելու փաստացի, այսինքն ու շատ ավելի արագ, բնականաբար մարդկային գործոն որպես այդպեսին պետք է գալու ինչ-որ չափով, բայց հիմնականում այո, լիքը մասնագիտություններ ու լիքը մարդիկ հնարավորությունը ոնց որ հավանականությունը մեծ է որ այո կզրկվեն աշխատանքից կարող եմ օրինակ բերել հիմա ասենք նույն Դուբայում կամ չգիտեմ Ամերիկայի լիքը քաղաքներում կան առանց վարորդների տաքսիներ, կան սուպերմարկետներ, որտեղ ընդհանրապես հա մարդիկ որպես այդպեսին չկան աշխատողներ, ամեն ինչը ռոբոտացված է, ավտոմատացված է ու դա արդեն վառ օրինականներ է, որ ժամանակի ընթացքում այո լիքը այդպիսի մասնագիտություններ, լիքը ոլորտներում ռոբոտացվելու է ամեն ինչ գնալով Այստեղ նաև մտահոգիչ էր ձեր մյուս ասածը, որ ասացիք հնարավոր չի կառավարել կամ պայքարել երևույթի դեմ, երբ օրինակ արհեստական բանականության միջոցով կարող են մարդու դեմքով, ձայնով ինչ որ տեսանյութեր պատրաստել, այսինքն մարդը կարող է տեղյակ չլինել եւ իր անունից որևէ այլ բան կատարվի, զեղծարարություն։ Այո, իրականում այո, դա հնարավոր չի, այս պահին էլ, հենց այս պահին էլ, չգիտեմ, ձեր նկարներով, հա, կարան ձեր նկարով, մենակ նկարով անիմացիաներ սարքել, որ ասենք երևա որ դուք խոսում եք կամ ձեր ձայնով եւ այլն եւ այլն։ Այո, դա իրականում կառավարել հնարավոր չի։ Ուրիշ տարբերակ է, եթե չգիտեմ, դուք իմանաք դրա մասին ու փորձեք այդ application-ով, եթե իմանաք ինչ application-ով են, փորձեք դատի տալ այդ application-ին, ասելու առանց իմացություն, բայց էլի չեմ կարծում, որ ինչ որ մեծ դեր կխաղա այդ ամենը, որովհետև դա ռեսուրս է, որը մարդկանց համար հասանելի է ու միշտ էլ լինելու, այսինքն մարդիկ դա անելու են, օգտագործելու են դրան։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներն չեն կարողանում պայքարել այդ երևույթի դեմ, թե Չէ, եթե կա ծրագիրը արդեն ծրագիրը հենց դրա համար է, այսինքն այդ ծրագիրը ստեղծվել է, չնեմ, ձայնը փոխելու համար, մյուս ծրագիրը ստեղծվել է նկարից անիմացիա ստանալու համար, դա հենց դրա համար է ստեղծվել, այսինքն դրա դեմ պայքարել որպես այդպեսին, չէ։ Ամենադժվարը, երբ մարդը ցանկանում է մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, ամենադժվար փուլը ո՞րն է եւ այստեղ արդյոք պարտադիր է նաեւ լեզուների իմացությունը։ Ամենադժվար փուլը, տեսեք, եթե չունեք, հա, մասնագիտակ ի սկզբանե չունեք տեխնիկական կրթված մասնագիտացված IT ոլորտում մասնագիտություն չունեք ու որոշում եք մտել, ամենադժվարը երևի նպատակ դնելն է ձեր առջև ու հասնել ամեն գնով դրան, որովհետև իրականում IT մտնելը այսօր մարդիկ մտածում են օրինակ միջև այսօր երբ որ ինձ հարցնում են ինչ մասնագիտ կամ որտեղ ես աշխատում, ասում եմ IT ոլորտում, միջև չեմ ասում ծրագրավորող, մարդիկ չեն հասկանում, այսինքն IT ոլորտ, իսկ IT ոլորտը իրականում շատ լայն հասկացողություն է, դու կարաս բացարձակ գաղափար չունենաս կոդ գրելուց, հա, ծրագրավորումից, բայց IT ոլորտում աշխատել ինչպես որ ես, օրինակ, այսինքն դու կարա լինի հաճախորդների սպասարկում, տեխնիկական աջակցության մասնակետ, չգիտեմ, QA, կարա դիզայներ լինի եւ այլն եւ այլն։ Իսկ լեզվի իմացությունը բնականաբար շատ ցանկալի է անգլերեն իմացությունը, որովհետև գրականության, հիմնական գրականության մեծ մասը, հա, այն գրականությունը, որով դուք պետքա սովորեք, որով դու պետքա լսեք, կարդաք, հիմնականում սկզբնաղբյուրը անգլերենն է։ Ճիշտ է, հիմա թարգմանվում է ռուսերեն կամ հայերեն էլ նույնիսկ, բայց մեկը ամեն դեպքում սկզբնաղբյուրը ու հիմնական բազան գրականության անգլերենով է, ըստ անգլերենի իմացությունը պարտադիր է ու նաև պարտադիր է նրա համար, ցանկալի է պարտադիր է նրա համար, որ այն միջավայրը, որտեղ դուք հետագայում աշխատելու եք, անգլերենը ձեզ այնքանով է պետք գալու, որ այդ բառապաշարը, չգիտեմ, այդ շփումը եւ այլն մանավանդ երբ ձեր կամպանիան աշխատում ինչ որ միջազգային customer-ների, հաճախորդների հետ եւ այլն, անգլերենը ամեն դեպքում կարեւոր է այս դեպքում։ Դուք ասացիք, երբ ձեր ընկերությունն աշխատում է միջազգային, այսպես ասած, հաճախորդների կամ ընկերությունների հետ, մեր ընկերությունները կամ մեր մասնագետները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միշտ ասում են, որ տարածաշրջանում լավագույնն են, հա։ Միանշանակ վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը տարածաշրջանում այո, IT ոլորտում առաջնայինն է, միանշանակ այո, որտեղ շատ լավ մասնագետներ ունենք շատ լավ IT կամպանիաներ, որոնք միջազգային հարթակում
բավական մեծ տարածում ունեն, չգիտեմ, կարամ նշեմ, ասենք CRISPR, Service Titan-ը, Skyline, որտեղից որ ես սկսել եմ, ու շատ շնորհակալ եմ իրական նրանից, որովհետև հենց նրանց շնորհիվ ես կարողացա մոտ գործել այս ոլորտ ու միջև այսօր էլ երախտապարտ եմ իրանց, ու լիքը կան։ Բայց սովորաբար ասում են, որ ինձ միշտ դա է հենց հետաքրքիր, որ մենք քիչ առաջ նաև իմ պրոդյուսերի հետ ենք խոսում, որ ոնց կարելի է 4-5 ամիս սովորել եւ հետո աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ինքը այդպիսի մի վայր է, մի աշխատատեղ է, որտեղ 4-5 ամիս սովորելուց հետո կարող ես հանգիստ մտնել եւ աշխատել։ Ասեցի, եթե մարդիկ պետք է հասկանան, որ IT-ն ինքը կոդ գրել չի, այսինքն դու պարտադիր չի կոդ իմանաս, որպեսի կոդ գրել իմանաս, որպեսի IT-ում աշխատես։ Ես ինքս դա չեմ անում։ Ես սկսել եմ որպես տեխնիկական աջակցության մասնագետ, հաճախորդների սպասարկման մասնագետ, հետո նաև technical writing եմ արել, ինքը այսինքն տեխնիկական manual-ներ գրել, հա։ Այսինքն պետք է մարդիկ հասկանան, որ իրականում այո, IT-ն բավականին լայն ոլորտ է ու բոլորն էլ կարան, կարևորը ցանկությունն է ու պատրաստ լինել, անընդհատ սովորել, ինքնակրթվել ու այդ ամենը, ասենք ես իմ օրինակով ես հիշում եմ, որ վերադարձա Հայաստան 2020 թվականին, այդպես, չգիտեմ, YouTube-ով, հա, սկսեցի վիդեոներ նայել, ինչպես մտնել այդ ոլորտ եւ այլն, իմ համար CV սարքեցի ու երևի, եթե չեմ սխալվում, Staff.am-ով այդպեսի դեպ application կա, որտեղ հենց IT ոլորտում աշխատանքների հայտարարություններ ալիք է, երևի 100-ից ավել կազմակերպությունների այդպես CV-ս ուղարկել էի, որ այդ ամենապահանջված ոլորտն է, բոլորն էլ գիտեն։ Դե հա, բայց նաև աշխարհի տարբեր երկրներում։ Այո, բայց ես որ սկսնակ փորձ չունեցող ընդհանրապես ու ես այդպես մի քանի ամիս ես ինքս ինձ կրթելով հույս ունենա, որ գոնե մի կազմակերպություն չգիտեմ եւ արձագանքում են։ Այո, եւ արձագանքեց։ Տեսեք, այստեղ առանձնացնելու կարևոր բան կա, նախ ինքնակրթվելը, որ դուք պարբերաբար շեշտում եք, այսինքն կրթությունը, որը մենք այսօր շատ կարևորում ենք, կրթությունն է շատ կարևոր եւ այստեղ նաեւ այդ նպատակը, բայց նաեւ կա այսպիսի մի տեսակետ, որ օրինակ այ տարբերություն ինձ կամ ի տարբերություն այս ոլորտի աշխատողների, ձեր ոլորտում աշխատողների համար, այսպես ասած, խնդիրներ չկան։ Դուք կարող եք նստել օրինակ Ատլանտյան օվկիանոսի ափին, ձեզ հետ տանել ձեր համակարգիչը, գրել, չգիտեմ, այդ ծրագրերն անել, այն ինչ որ պահանջվում է ձեզանից եւ դրա դիմաց բավական լավ գումար ստանալ։ Տեսեք, իրականում հա, IT-ն այդ առումով շատ լավ է, բերեք այսպես ասենք, այսինքն ինքը թույլ է տալի, հա, այդ հիբրիդային եւ հեռավար աշխատանքի հնարավորությունը կա IT-ում, մանավանդ COVID-ի տարիներին այդ ամենից շատ ավելի լավ տարածում ունեցավ, որտեղ COVID-ի ժամանակ երբ որ լոկդաուններ ու մարդիկ արդեն չգիտեմ աշխատանքի չէին կարողանում գնալ եւ այլն, առաջինը հենց IT-ում զարգացավ այդ հեռավար աշխատելու մշակույթը։ Հետագայում նաև այդ IT-ից դուրս էլ տարբեր ոլորտներում տարածվեց, բայց հա հենց IT-ում հեռավար աշխատելու հիբրիդային, այսինքն եւ օֆիսում եւ հեռավար, որ կարակ երկուսն էլ անեք, հնարավոր է այդ աշխատանքը։ Այստեղ էլի նայած IT-ում կոնկրետ ինչ գործառույթ է կանում, միանշանակ դա կապ ունի, այսինքն չգիտեմ, եթե հաճախորդների սպասարկում է, չգիտեմ, տեխնիկական աջակցություն է եւ այլն, ինչը կարելի է օֆիսից կամ ինչ-որ անմիջական տեխնիկական ինչ-որ կախվածություն չկա ինչ-որ ուրիշ թիմից, հա, բայց կան նաեւ ուղղվածություններ, որոնք ամեն դեպքում լրիվությամբ հեռահար աշխատելը մի քիչ բարդ կլինի, բայց էլի այստեղ ինչ որ անարդարության զգացողություն է առաջանում, որովհետև ստացվում է, որ ես կամ օպերատորները մենք միշտ պետքա չենք կարող այդպես ասած գնալ որևէ տեղ, չգիտեմ, օվկիանոսի ափին նստել, աշխատել եւ դրա դիմաց հսկայական գումարներ ստանալ, կներեք, որ այդպես եմ արտահայտվում, բայց IT ոլորտի մասնագետները կարող են իրենց դա թույլ տալ, որը մանավանդ ընդ որում այն վտանգը, որ վաղը միսօր կարող է արհեստական բանականությունը ինձ օպերատորներին, չգիտեմ, պրոդյուսերներին դարձնել գուցե ինչ որ առումով գործազուրկ։ Ես միշտ այդ եմ ասում, IT-ն այն ոլորտն է, որտեղ եթե դու մասնագետ ես, հա, քո ոլորտում, IT-ում, այսինքն պահանջարկ ունեն, դու միշտ, այսինքն այդ այն ոլորտն է, որ աշխատանքն է քեզ փնտրում, դու չես աշխատանք փնտրում։ Եթե դու մասնագետ ես, դու գիտես քո անելիքը IT-ում, գիտես ինչ պետք է անես ու լավ ես անում այդ ամեն ինչը, աշխատանք հաստատ կա։
Շնորհակալություն։ Հիշեցնում եմ հյուրը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, հաճախորդների հաջողության մենեջեր, հաճախորդների եւ տեխնիկական աջակցության մասնագետ Արայիկ Սարգսյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։